Այսօր իմ պատկամից փնույթը որոշ ձևով փոխած եմ եւ հուսամ կկարողանամ այդ մեկը ցեզի հասանելի կերպով փոխանցել։ Աստծո օգնությամբ այսօր մենք կնշենք Ծաղկազարդը։ Անոր համար Աստծո խոսքեն պիտի կարդամ ցեզի Աբեդարան ըստ Հովաննու 13-րդ գլխուն 13-րդ համարեն սկսյալ մինչև 19 Հովաննու 12-12 Հետևյալ օրը շատ ժողովուրդ որ դոնին եկած էին երբ լսեցին թե Հիսուս Երուսաղեմ գուքա արմավենի ոստեր արին ու ելան զանիգա թիմավորելու եւ գաղաղագեին Օվսաննա օրհնյալ է Իսրայելի թագավորը որ դերոջը անունով գուքա Հիսուս ավանակ մգտնելով անոր վրա նստավ ինչպես գրված է մի վախնար ով Սիոնի աղջիկ ահա քու թագավորդ գուքա իշու ավանագի վրա նստած անոր աշակերտները առաջ չիմացան այս բաները բայց երբ Հիսուս փառավորվեցավ այն ադեն միտքերնին փերին թե այս բաները անոր համար գրված էին եւ թե իրենք այս բաները ռին անոր իր հետ եղող ժողովուրդը գվգայեր թե ան Ղազարոսը քերեզմանեն դուրս կանչեց ու մերելներեն հարուցանեց զանիգա ասոր համար ժողովուրդը զանիգա թիմավորեցին Վասնզի լսեցին թե անիգա այս հրաշքը ըրած էր իսկ փարիսեցիները իրարու գսեին կտեսնեք որ օգուտը չենք կրնար գնել ահա բոլոր աշխարհ անոր յետևեն քնած ուրեմն պարագրաֆը բավականին դարբեր ցևով կներկայացնե Ծաղկազարդը համեմատաբար մնացյալ Աբեդարաններուն այն է որ պիտի փորձեմ այսօր ներկայացնել Սիրելիներ մենք Ծաղկազարդի գիրագիով կնշենք Հիսուս Քրիստոսի վերջին մուտքը վերջին անգամ ըլլալով ինք մտավ Երուսաղեմ քաղաք Ինչու համար այս մուտքը կգոչվի հաղթական մուտք որովհետև այսօրվա հատվածը մեզի կհիշեցնե թե Քրիստոս մերելներեն հարություն առնել են ետքը եւ փրկությունը գնքեց այդ կնշանակեր որ Հիսուս մտած էր հաղթություն դանելու մեղքի վրա այսինքն Հիսուս Քրիստոսի թագավորությունը Հիսուս Քրիստոսի իշխանությունը երկրավոր թագավորություն չէր այն ինքը եկած էր մեղքի վրա հաղթություն դանելու Ծաղկազարդի գիրագին սիրելիներ ունի իր յուրահատուկ պատկամը Մեկ նախատասությունով կարելի է ամփոփել 3 բառով Հիսուս Քրիստոս թագավոր է Հիսուս Քրիստոս թագավոր էր անցյալին, ներկայիս եւ հավերժությամբ Հիսուս Քրիստոս որպես թագավոր իշխանություն ունի մարդկության մեղքերը ներելու եւ մեղքի քերիշխանութենեն ազատագրելու ինքը ներեց անդամալույցին մեղքերը եւ ինքը ազատագրեց որբեսի գրգին անգամ մարդկությունը մեղքի ցանկը չապրի Հիսուս հաղթություն ունի մեղքի վրա Հիսուս հաղթություն ունի մահվան վրա Հիսուս հաղթություն ունի քերեզմանին վրա Այսօրվա հատվածը Հովանես Արաքյալ այս է որ գշեշտավոր է Հիսուսի փառավոր եւ վերջին մուտքը Երուսաղեմ սիրելիներ 4 ավետարանիչները անդրադարձած են Մենք որպես հավատացյալներ որոշ չափով հումուտ ավետարանին Երբ ավետարանները կգարտանք, մենք կտեսնենք, թե ամեն մի ավետարանիչ որոշ շեշտադրումներ ըրած է,
օրինակ 10 գույսերուն արագը մնացյալ ավետարաններուն մեջ չկա։ Օրինակ Ղուկասի մեջ հիշված արակները պետք է ամենադեն աղոտ գնել եւ չցանցրանալ, մնացյալ ավետարաններուն մեջ չկա եւ այլն, բայց գա թեփկեր, որոնք 4 ավետարանիչները հիշած են 5000-ին գերագրվիլը, բոլորն ալ հիշած են։ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը 4 ավետարանիչները հիշած են։ Այս կնշանակե թե սիրելիներ, որ մենք Քրիստոսի վերջին մուտքը Երուսաղեմ շատ լուրջ դիտելու ենք, որովհետև շատ լուրջ կարևորություն ունի, անհրաժեշտ է, այժմեական է, պայման է, որ մենք այդ մեկը լավ ճանչնանք եւ մեր սրտերը այդ մեկին բացելանք։ Յուրահատուկ այցելություն մներ Երուսաղեմի մուտքը ժողովրդին այդ օրին եւ համայն մարդկության մինչև օրս։ Մենք այսօր պատմական թեփքը չէ որ գհիշադագենք։ Մենք հայերս գիտենք թե մեր հայոց պատմության մեջ թեփքեր կան, որոնք կհիշադագենք։ Նամանավան չեն ուզեր անոնք գրկնվին, բայց թեփքեր կա, որուն մեջ մենք առնչություն ունենք։ Օրինակ, եթե մենք ձիզերնագապերտ երթանք եւ հայոց ցեղասպանությունը հիշենք, մենք հոն արմատներ ունենք, մեր ասկի զավակները հոն են, ոմանք անտաբեն, քիլիսեն, վանեն, մուշեն, մենք հոն արմատներ ունենք։ Բարձաբես թեփը չէ, Հիսուս Քրիստոս որ հաղթական մուտք կորձեց Երուսաղեմ եւ մենք այսօր այդ մեկը գնշենք, մենք սիրելիներ հոն արմատներ ունենք։ Մենք այդ վայրի մեջ քոյ էինք, թեգուս չէինք ծնած, բայց մեր մեղավոր փունույթը եւ Քրիստոսի քալը ապացույց է, որ մենք հոն ներկա էինք եւ Քրիստոս այս մեկը ыրա ոչ թե այդ օրին եւ միայն Երուսաղեմի կամ Հրեաստանի համար, այլ մեզ յուրաքանչյուրիս համար։ Եվ երբ որ մենք այսօր այդ մեկը գհիշենք, գհիշադագենք, կնշանակե թե մենք այսօր գաբրինք փառավորելով, օրհնելով մեր Տեր ու Փրկիչը Հիսուս Քրիստոս։ Հավերժ թագավոր է։ Սիրելիներ, թեփքեր կան ավետարանի մեջ, որ նմանադիպ օրինակներ ունին, հիվանդներուն բժշկությունը, Հիսուս ինչպես մարդիկ թևեր են գազադակրեր, բայց թեփքեր կան յուրահատուկ են, օրինակ Հիսուս Քրիստոսի ծնունդը, իր թեփքով յուրահատուկ է, Ձաղգազարդը յուրահատուկ է, խաչելությունը յուրահատուկ է, ամեն մի յուրահատուկ թեփք իր մեջ մեզի փոխանցելիք պատկամ ունի։ Ինչ բան յուրահատուկ է Ձաղգազարդի գիրագին եւ թեփքի մեջ։ Հիսուս ավանագի վրա նստած ցիտենյաց լերի գողքով իջնում է դեպի Երուսաղեմ։ Մենք մեկ անգամ կտեսնենք, որ Հիսուս ավանագի վրա նստած գուկար եւ այս մեկը սիրելիներ մարգարեության իրականացումն է, մեր երեխաները հիշեցին Զաքարիա 9:9 ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ահա քու թագավորը քեզի գուկա, անիգա հեզ է ու խոնար իշու ավանագի վրա։ Սիրելիներ, թագավորը պետք է նստի ցի Գամ ցիով պիտի երթա պատերազմի եւ գամ իր ցիով պիտի վերաթարնա։ Եթե թագավորը իր ցիով պատերազմեն վերաթարցած է, ասել է թե հաղթած է։ Եթե բարդվի արդեն ճակատամարտի վրա մահացած կլա։ Թագավորը կմտնե իր թագավորական հաղթական փառքով։ Բայց Հիսուս Քրիստոս երբ որ մտավ իշու ավանագի վրա այդ որպես մեկնաբանություն եկած էր խաղաղությամբ, պատերազմական խնդիր չի գա,
բայց որպես հոգևոր մեկնաբանություն Հիսուս այցելեց իր ժողովրդին հեզությամբ ուշադիր ըլլանք այսօր Հիսուս քեզի կներկայանա այսօր Հիսուս քեզի գայցելե իր թագավորական հեզությունով ինչ փառավոր է քու թագավորդ կոմոդդ է քո գողքիդ է բայց եկած է հեզությունով գրնաս խոսիլ գրնաս իրեն ներկայանալ գրնաս իրեն սիրտդ փանալ երկրորդ աստեպքի մեջ յուրահատուկ է ժողովրդին հանրային ընդունելությունը երբ իրենց հագուստները փրեցին Քրիստոսի առջև եւ բարձրացան հրճագեցին փառաբանությամբ որ Հիսուս Քրիստոս թագավոր է Եթե աստեպքը ծնունդի հետ համեմատենք, մոքերը եկան եւսին ուր ծնավ հրյաներուն թագավորը։ Մենք կգարձենք 3 հոգի են, թիվը կարևոր չէ, 3 տեսակ նվեր էր, արդյոք 3 են կամ ավելի, ադիգա երբեք նույն չէ։ Եվ հովիվները։ Յետքը ժողովուրդը նույնիսկ չդեղագացավ։ Հիսուս ծնավ թագավոր, ոչ փող հնչվեցավ ոչ բարձրացան աղմուկ բարձրացավ բայց աստեպքի մեջ մենք կտեսնենք որ ժողովուրդը հրաբարագավ հրճագեց որ Հիսուս թագավոր է Սիրելիներ Հիսուս Քրիստոսի թագավորությունը անհերքելի է Երուսաղեմը չգրծավ հերքել Երուսաղեմը չգրծավ չրել, որ Քրիստոս թագավոր է։ Մինչև այս օրս Քրիստոս թագավոր է։ Շատ թագավորություններ, գայսրություններ գուքան գերտան, բայց Քրիստոսի թագավորությունը հավիտենական է եւ այդ մեկը օրե-օր գնդարձակվի սիրելիներ։ Քաչելանք, վստահելանք հրճագելու մեր Քրիստոսի թագավորությունը։ Այս դեպքի մեջ բավականին ակնհայտ է, որ մանուկները իրենց ուրախության եւ փառաբանությունը դրսևորեցին։ Հիսուս գտնունի մանուկներուն հավատքը եւ սերը։ Այս մեկը կնշանակե սիրելիներ, որ երբ որ մենք Հիսուսին պիտի մոտենանք, Հիսուս մեր շրթներուն չնայր։ Ինչպես կփառաբանենք, այլ Հիսուս կնայի մեր մանկական հավատքին եւ սրտին։ Սավ եթե այս մանուկներուն պես չլակ, ազոտ թագավորությունը չեք մտներ։ Այդ մանկական ամմեղությունը ինչպես քիչ առաջ կտեսնենք եւ մեր աչքերը գարդասվեր։ Աստեպքի մեջ մենք կտեսնենք փարեսեցիներուն թշկողությունը եւ քննադատությունը։ Մի նեղվիր եւ քննադատության եւ մերժումի գանտիբիս թեգուստուն աստուծո գամքին մեջն ես բայց այդ մեկը կբադահի թեգուս անի ընողները գրոնական անուն ունին եւ վերջին յուրահատուկ թեփքը երբ Հիսուս Երուսաղեմին մոտեցավ քաղաքը գսե շարժեցավ արտնցեք ով ժողովուրդներ Այսինքն ջանչնանք Քրիստոսին Քրիստոսը որ իր ոտքը տնե այդ քաղաքը գշարժի Հիսուսի խաչելության ալ եգրաշարժ եղավ Եգրաշարժ որ ըլլա քաղաքը կարուքանտ կլա բայց ոչ թե միան եգրաշարժ եղավ այլ դաջարին վարակույրը մեջտեղեն բադրավ Մենք չենք հանդիպած, չենք լսած, որ եգրաշարժի պատճառով վարակույրը մեջտեղ են պատրվել է։ Այս բոլորը կներկայացնեմ, որովհետեւ մենք ճանչնանք Քրիստոսը, վարակույրը պատրեցավ, երկնքի ճամփան բացվավ։ Մեզ յուրաքանչյուրին մտնելու իր սրբության սրբություն։ Եթե մենք սիրելիներ ուզենք ծաղկազարդի թեփքը որպես սերդողություն վերցնել,
Պիտի տեսնենք, թե ամեն մեկ ավետարանիչ որոշ գեդիմը ուշադրություն դարձած է եւ շեշտադրած է։ Այս մեկը կնշանակե, թե ավետարանիչները գճանչնային իրենց լսարանը եւ օրվա իրավիճակները ինչ պետք է, ինչպես մայրերը եւ երեխան գմեցնեն, գիտեն ամեն մի մանավանդ սկիզբի շրջանը ամեն մի հանգրվանին ինչ պիտի տան։ Օրինակ, ասի շատ տողոտ չէ դա կրկրեր, մայրը իր գատը կուտա, վերջը սերելակ կուտա, վերջը բդուղը միքսրեն գանցն է, գիտե մայրը։ Նույնպես ավետարանիչները գիտեին, թե երբ որու ինչպիսի ցևով պիտի ներկայացնեն Հիսուս Քրիստոսը։ Ասե որ այսօր փոխված կներկայացնեմ ցեզի։ Տեսեք սիրելիներ։ Մատթեոս ավետարանիչին շեշտադրումը։ Մենք ասենք 4-ն հիշած են։ Մատթեոս ավետարանիչը երբ կներկայացնե զարգազարդը իր լսարանին արչև լույս կարձակե, որ Հիսուս հրյաներուն թագավորն է։ Հիսուս խոստացյալ մեսիան է։ Եվ այս մեկը ունի մարգարեական հիմք։ Ուրախացիր ով Սիոնի աղջիկ, վասնզի քու թագավորդ քեզի ուկա։ Զաքարիա 9:9։ Հրյա ժողովրդին համար անհրաժեշտ էր, որ գրոնական թեփքերը ունենային մարգարեական հիմք։ Դա աբացույց է, փաստարկ է, որ այդ մեկը աստվածային է։ Քրիստոսեն 450 տարիներ առաջ մարգարեն 480-30 Քրիստոսի բանն է, կյանքն է, մարգարեն գսե ով Իսրայել քու թագավորդ քեզի պիտի կա, բայց ոչ թե ցի վրա, ոչ թե բادرազմեն վերադառնալով։ Իշու ավանագի վրա այս մեկը սա որպես երբ Քրիստոս ներկայանար, իրենք հավատալու վստահությունը, ապահովագրությունը ունենային։ Շատ կարևոր է սիրելիներ, երբ որ մենք ուզենք մեր հավատքը պաշտպանել, մենք պետք է որ ներկայացնենք նաև մարգարեությունը։ Մանավանդ անոնք, որոնք ամենավերջին գետն է այդ մեկը Քրիստոսի աստվածության չեն հավատար։ Բայց նախորոք մարգարեն այդ մեկը նշած է։ Քրիստոս թագավորական դիդղոս ունի, այս հաստատված է երկինքեն մարգարեի միջոցով։ Անոր Քրիստոս որպես թագավոր մերժե, մերժած գլա Աստծո շնորհած փրկությունը։ Հիսուս Քրիստոս դերանց եւ թագավոր թագավորանց է։ Այս նաեւ զորավոր գերբով առնչված է Քրիստոսի մերելներեն հարություն առնելով։ Ինչպես հավերժական թագավոր է, որովհետև մահ չունի, մահը իր վրա իշխանություն չունի։ Մատթեոս իր հրյալ լսարանին կներկայացնե, թե Հիսուս Քրիստոսը իրենց փնտրած թագավորն է։ Սիրելիներ, Քրիստոսի թագավորությունը աստվածային է։ Եթե դու կփնտրես դեր, եթե դու կփնտրես առաջնորդ, քու դերը առաջնորդը Քրիստոս է։ Մարգոս ավետարանիչին շեշտադրումը։ Ինչ կշեշտադրե Մատթեոս ավետարանիչ։ Հիսուս ստեղծիչ է, փոխվեցավ։ Ոչ թե անձնավորությունը, այլ հատկանիշները։ Հիսուս Քրիստոս քու ստեղծիչը եւ քու կյանքի տերը ու թագավորն է։ Եթե դու իրեն գանչես, Եսոս քիչ քաշած եմ, որբեսի շեշտադրեմ, եւ դու յա շեշտադրես քու կյանքիդ մեջ։ Հիսուս ամեն ինչ է, դու իրեն կգանչես, դու իրեն կխնդրես, դու իրեն կհպատակիս իր թագավորության։ Մարգոս 10:51-ի մեջ Հիսուս սավ անոր
Հոս խոսքը Գուր Պարդիմիոսին է։ Եթե ուշադրությամբ կարտակ, մենք կտեսնենք, թե Ավետարանիչը Գուր Պարդիմիոսի հրաշքը կներկայացնի, ապա գանցնի Ձաղգազարդին։ Առնչություն ունի, գաբակցություն ունի։ Հիսուս կսե, ինչ կուզես, որ քեզի ընեմ։ Գույրը ըսավ, ռապունի, վարտաբետ, կուզեմ, որ աչքերս բացվին։ Եվ Հիսուս ըսավ անոր, կնա, Քո հավատքդ քեզ բժշկեց։ Հիսուսի խոսքը ստեղծագործություն է։ Եղբայր Անտոն համար մգա շատ քիչ, շատ բես չէ, Եբրայեցիս 1:3 ան իր խոսքին զորությունը ամեն ինչ կփռնե։ Խոսքը իր իշխանությունն է, իր դերությունն է, եւ շուտ անոր աչքերը բացվեցան։ Վահ, մենք աչքի բզդիկ պրոբլեմը գունենանք, փողերը գծախսենք, տեղերը գարնենք եւ ետքը գսենք, բան չի փոխվեցավ։ Ոչ ամենատեն, այսինքն խնդիր չունի մեզ բժիշկներուն հետ գներեք։ Հիսուսը սավ եւ աչ չունեցողը աչ կունեցավ ու ջամփան Հիսուսի յետևեն գերտար, հբադագեցավ Քրիստոսի թագավորության։ Մարգոս 11:9 մեջ կսե Արջևեն ու յետևեն կացողները գաղաղագեին ու գսեին Օվսաննա Օրհնյալ է ան որ Տերոջը անունով գուկա Օրհնյալ է մեր Դավիթ հորը թագավորությունը որ գուկա Օվսաննայի բարձունս Գիտեք աստվածապաններ Ասգուր Պարդիմիոսին հավատքին արջև մեկ հատ կգենան գմդածեն վերջ կխոնարին իրենց գլխարկները կհանեն Որովհետև այս մարդը գույր էր, բայց փած միտք ուներ, հավատք ուներ, ըսավ Հիսուս որդի Թավթի։ Ասի փարիսեցիները չտեսան։ Գույր Պարդիմիոսը ջանցավ, որ Հիսուս Թավիթի խոստացված թագավորական ուխտի շարավիղն է, անցն է։ Ինչու Թավիթի թագավորությունն է սիրելիներ, որովհետև Թավիթ արդարությամբ թագավորեց։ Շատ կարևոր է ես ալ հովիվը լալով, որ անոնք, որոնք հովվական ծառայություն պիտի ընեն, արդարությունը պետք է որ բային։ Բոլորը իրարու համահավասար։ Թավիթ այդպես թագավորություն ուրա։ Հիսուս սիրելիներ Բոլոր մարդկության համահավասար իր արդարությունը շնորհեց։ Ոչ ոք չի գրնար իր դիկնոջ կամ ամուսնին, կամ զավակներուն, կամ իր շրջանագին համահավասար արդարություն ունել։ Չենք գրնար, չփորձենք ընել, ոչ թե այսինքն չանք չտապենք, չգարձենք, որ գահաճողենք, ավելի լավ է, որ խոնարհենք, աղոթենք եւ ասենք, ով դեր մեր բագաս սկած արդարությունը թուն ամփոխչացուր։ Դավիթ թագավորին թագավորությունը աստվածային օծությամբ էր։ Հիսուսի ծնունդը Սուրբ Հոգին էր։ Անոր համար գսե Դավիթի թագավորությունը։ Դավիթ Տերոջ նկատմամբ նախանցախնդրություն ուներ։ Հիսուս նախանցախնդիր էր դաջարին, երբ Երուսաղեմ մտավ, գնաց դաջար եւ դաջարը մաքրեց։ Տեսեք սիրելիներ, Մարգոս Ավետարանիչը Քրիստոսին ներկայացուց, որ Քրիստոս խեղճ եւ ցավոտ մարդկության փնտրած արդարությունն է։ Ինչպես գույրը եկավ եւ իր դեսությունը Քրիստոսի մոտ կդավ, սիրելիներ, մենք ամեր կյանքի մեջ բագաս անգում ունենք, ով որալ ըլլանք, բագաս անգում ունենք, քու փնտրած արդարությունը Քրիստոսի մոտ կգտնես։ Մարդկության արդարությունը միայն Քրիստոս է։ Եվ վերջին տերգեդը Ղուգաս Ավետարանիչին շեշտադրումը, ժողովուրդին փառապանությունը։ Ղուգաս 19:38-ի մեջ կսե,
Օրհնյալ է թագավորը, որ դերոջ անունով գուկա, երկնքի մեջ խաղաղություն ու փառք փարսության մեջ։ Ըստ նախատասությունը մենք միան Ղուգասի մեջ կտեսնենք։ Եվ Ղուգաս իր ավետարանը գրեց ազնվական հույն փիլիսոփային Թեոփիլոսին։ Եվ Թեոփիլոսին կներկայացնե, թե ով իրավապան, ով արդարության բաշտոնյա, եթե թուն Աստուծո հետ Քրիստոսով հաշտություն ունենաս, միայն այն ժամանակ է, որ թուն գրնաս քու դերդ փարավորել, այն ժամանակ է, որ թուն գրնաս քու դերդ ճանչնալ, Եվ ընդունիս իր հաշտությունը, տեսեք, փաստաբանի խոսիլը թյուրին չէ, որտեղ փաստաբանը միշտ ապացույց կուզե, և փաստաբանը գպնդե մարդկային արդարություն, ես փաստաբանական սահմանումը գխոսեմ, Ղուգաս ավետարանի չկներկայացնե Քրիստոսին, որ հոսկա թադմը և at Թադին հաշտությունը ազատագրումը Քրիստոսն է։ Ուրեմն թուն ով Թեոփիլոս, այս թագավորին, այս հաշտարարին, այս արդարության բաշտոնյային Քրիստոսին ինչպես կքնահատես, ինչպես գարժևորես, շնորհակալություն գսես կղրգես, Ղուգաս ավետարանի չկներկայացնե, թե ատկե շատ ավելի է, Քրիստոս դեր է, որ թուն իրեն փարավորելու ես։ Ղուգաս ավետարանիչը ներկայացուց, որ ազնվական մարդկությունը գիտագից է, որ դերը փարապանության արժանի է։ Թեոփիլոս ազնվական էր։ Կյանքի մեջ փարեր կա, որ գներեք, ասի մեկ երկու պար անցնական պիտի խոսի, որ ինձի համար շատ մեծ արժեք ունի։ Գիտեք, ես տեսնեմ գնոջը ազնվությունը։ Վավ, եթե իմ թեմս դիգիմ ելե և ունենա ազնիվ վարմուն, ինձի համար ամեն ինչ է։ Եվ ազնվականություն, ազնվական կյանք։ Եվ Ղուգաս ավետարանը ճիշտ մատը հոնգը տնե։ Ազնվական մարդկությունը գիտագից է, որ դերը փարապանության արժանի է։ Կյանքի ողջ փառքը Քրիստոսին դրվելու է։ Եվ գշեշտատրե ճշմարիտ ազնվականությունը Հիսուսը ճանչնալ է։ Հիսուսը ճանչնալ։ Հիսուսը ճանչնալուն կակատնագետը Քրիստոսի խոնարհությունն է։ Հագուստով չէ, հատուկ ավտոյով, մեծ տղյակներով, քերազանց վգայականներով չէ ազնվականությունը, խոնարհությունով կսկսի։ Եվ Ղուգաս ավետարանը ինչ խորհուրդ է Թեոփիլոսին գսե, «Դու ազնվական ես, որտեղ ազնվականի որդի եղար, Հիսուսի որդի եղար, անը որ կփարավորեն Քրիստոսին»։ Վերջին գետը Հովհաննես ավետարանիչի շեշտադրումը։ Ինչը շեշտադրեց հատվածի մեջ մենք տեսանք Զարգազարդի դեպքը, որ ներկայացուց մոտավորապես 60 տարիներ ետքը համեմատեց ներկայացուց Ղազարոսին մերելներեն հարությունը։ Քրիստոս իշխանություն ունի մահվան և ստեղծագործության վրա։ Հիսուս իշխանություն ունի մարդկային ապագանության վրա։ Մենք երբ որ Հովհաննու ավետարանի մեջ Ղազարոսին մահը և հարությունը գգարտանք, գսե անիկա 4 օրվա մերած էր։ 3 օրեդերը ինձի թասմը սորվեցուց, որ Հակոբ ամեն մեկ փարին վրա կարևորություն բիտաս։ Ամեն տեսակ Աստվածաշունչի մեջ ինչ փար կա, կարևորություն պիտի տաս։ Ինչու 4 օր։
ներկա հանրագիտարանը, ինտերնետը բացի, հարցումները գրեցի, ինչ կբադահի մարդու մարմինին, եւ այդ մարմինը 4 օրվա մեռած է։ Ինչ կբադահի։ Նախ մարմինը գաբագանի, շատ քարշելի հոտ կուտա։ Անդամները գհյուծվին, գսկսին իրար մե բաժնվել, եւ այրունը քարշելի հոտ ունեցող փուրփուրներու գվերածվի։ Yani աղբամանեն քեշ կլա։ Մարդու մարմինը եւ արդեն 4 օրվա 96 ժամ անցած է մահանալուն։ Հիսուս ինչու ուշացավ, որ 4 օր անցնի։ Որբեսի մարդոց մտքերեն գասկազները երթա, թերևս 4 ժամվա կլինիկայի մահ պատահի, բժիշկները գսեն սխալմունք եղեր է, փամը եղեր է, թեր մարմինը դեղն է, այրունը դակ է, անդամները չէ հուզված, ապականություն չի գա, զոր օրինակ։ Բայց եթե 4 օրվա եղեր է, ինչպես կսեն ալփրնվելիք դեղը չէ մնացած։ Եվ Հիսուս այս տեսակ ապականած մարմինին նոր կյանք գշնորհե առանց թերության կամ հիվանդության։ Այսինքն մահեն հարություն արած լալու հետ կչիգա վրան։ Ինչպես մենք կգարտանք Սետրակ Միսակապետնագով եւ գրագի հնոցը նետեցին, դուրս հանեցին, եւ որ դեր ազատեց, քացին հոդուդացին, որ վրան գրագի հոդ չի գա։ Եվ որ Հիսուս Ղազարոսը գանչեց, ադոր վրա մահվան ապականության հոդը չի գա։ Ով գրնա անել այս մեկը, եթե ոչ ան որ ստեղծած է այս մարմինը։ Անցյալ շաբաթ Եհովայի վկայմի հետ այդպես շատ արագ եւ գարչ խոսակցություն ունեցա, սի Եհովայի վկայես բարձանքով այո ասավ, հոս մեր Ապովյանը, Ապովյանցի եղեր եմ, չէ, դուրս գալիս է, սի ով է Հիսուս, մի անգամ է, ինքնա իմացավ թե որտեղ խփեցի, ասավ Աստված է, բայց քեր իշխան չէ, ասավ գխոսանք, սի լավ, դեղը հարմար չէր, եթե Հիսուս Աստված է, հին ուխտի մեջ հիշված աստվածներ, կսետուկ աստվածներ եք, այսինքն, այդ խոսքը թադավորներ ունեն։ Թադավորը սովորական բաշտոնյային գիտեք ինչով կզանազանվի, կրնա քեզի մահվան վճիր դալ, քու կյանքիդ վերջ կրնա տնել, իր վճիրովը, բայց արդյոք 4 օրվա մեռելին հարություն կրնա դալ։ Հիսուս քեր իշխան ստեղծագործ է, առակյալը գսե անով ամեն բան ստեղծվեցավ, Կողոսացիս 1:16, աս համարը դվեք, եթե Եհովայի վկաներու հանդիպիք։ Ղազարոսին հարութենեն ետքը փարիսեցիները ըսին թե բոլոր աշխարհ անոր յետևեն գերտա, ու մենք բան մի չենք կրնարնել։ Տեսեք, այսպիսի հրաշագործության թիմած Դագավին մարդոց հոգևոր աչքերը գույր են, Դագավին իրենց սիրտը քար է, չի փշրվիր, չեն գրնար իմանալ, չեն գրնար ջանչնալ, եւ աշխարհ անոր յետևեն քնած, պետք է աշխարհ փարիսեցիներուն յետևեն երթար, ինչ պիտի անեն, սին եկեք մերցնենք, Հիսուսին պիտի մերցնեն, որպես Հիսուս անգամը եւս հրաշ չնե։ Հիսուս փարիսեցիներուն ասավ թուք գույրեր եք։ Գույրեր, մերելները հարուցանողը միտե իր անցին չի գրնար հարություն դալ։ Անոր համար ասավ թուք գույր եք եւ գույրերու առաջնորդներ։ Սիրելիներ, այսօր արի թե մեզի, որ մենք մեր հոգևոր գուրութենեն դուրս գանք եւ հետևենք Քրիստոսին։ Հովաննես իր լսարանին Հովաննես Արաքյալ իր լսարանին ներկայացուց, որ Քրիստոս Աստված է։
Մատթեոսը սավ թագավոր է, Մարգոսը սավ ստեղծիչ է, Ղուգասը սավ փարապանության արժանի, միայն Աստված փարապանության արժանի, Հովհաննես Արաքյալ գսե Քրիստոս Աստված է, անոր համար գրված է Հովաննու ավետարանը։ Այսօր սիրելիներ փարապանության օր է։ Եթե այսօր քեզի համար Զարգազարդը փարապանության օր չէ, քեզի ասեմ ինչ էր այդ մեկը մեզի համար։ Մեզի համար մեր երկիրը Զարգազարդը բարձրապես երեխաներու օր էր։ Նոր հագուստներ, մոմեր, նոր հագվածք, այլ օրը այնքան որ փարգացա, սի Զարգազարդի օրը հագուստի ցուցահանդեսի օր է։ Այդպես էր մեր օրերուն։ Ամեն մեկ ընտանիք պիտի կա իր հագուստը, իր զավակին նորույթը, նկարահանման օր էր։ Եկեղեցի գերտային ոչ թե փարապանություն ընելու, այլ նկարահանվելու, նկարելու օր էր։ Եթե այսօր քեզի համար փարապանության օր չէ սիրելիներ, ուրեմն այսօր քեզի համար հակվելիքի եւ քեղեցիկ շորերը հակվել են յետքը ինչ պիտի երթասնունը ջաշի է պես եւ ջաշի հոդը վրա կա ռեստորան երթալու օր է։ Իրականություն է սիրելիներ։ Անոր համար կարոզիս մեջսի երեխաներու պես հավատքով եւ մաքուր սրտով այսօր դերը փարապանելու օր է։ Այսօրվա մանուկներուն փարապանությունը մեզի համար վկայություն է, օրինակ է, խթան է, հանդիմանություն է, այդ բարձրությունով եւ այդ ուրախությունով դերը փարապանենք։ Բայց եթե Հիսուս քու մեջը բացակայ է, Զարգազարդի վերջին ստորագետը Հիսուս կնաց տաճարը մաքրելու, Երուսաղեմ միջավ կնաց տաճարը մաքրելու։ Եթե Հիսուս մեր մեջ բացակայ է, ինչպես Հիսուսի հոգին բացակայ էր տաճարի մեջ, ուրեմն այսօր մեր սրտերը պետք է մաքրվին։ Շատ մտածեցի, Զարգազարդը նաև ապաշխարության օր է, ավետարանչության օր է, Զարգազարդը նաև փրկության օր է։ Ամեն դերը ձեզ շատ օրհնի։